Մարդկանց, կենդանիների, բույսերի, սնկերի, գենետիկ և բջջային ուսումնասիրությունները մայր բուհում սովորողները կիրականացնեն արդիականացված, տեխնիկապես հագեցած նոր լաբորատորիաներում։ Կենսաբանության ֆակուլտետի ուսանողները երկար տարիներ հետազոտությունները լիարժեք չեն կատարել։ Պատճառը լաբերի ոչ բարվոք պայմաններն էին։ Այս լաբորատորիաները գոյություն են ունեցել, պարզապես արդեն բարոյապես և ֆիզիկապես մաշված վիճակում էին գտնվում, որտեղ վերջին վերանորոգում երևի մի 20 տարի առաջ է տեղի ունեցել, իսկ կահույքով վերազինումը շատ ավելի վաղ ժամանակներում։ Լաբորատորիաները կծառայեն կենսաբանություն, կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա կրթական ծրագրերի ուսանողներին։ Ուսումնական նոր միջավայրում կանցկացվեն և տեսական դասեր, և գիտական հետազոտություններ, և ավարտական աշխատանքներ։ Ուսանողները հնարավորություն կունենան կենսաբանության տարբեր ոլորտում ձեռք բերած իրենց տեսական գիտելիքները ամրապնդել փորձնական, գործնական աշխատանքներով, այսինքն ստեղծվել է միջավայր, որտեղ ուսանողը ոչ միայն պարտավոր է սովորել, այլ նաև այդ գործընթացը կիրականացնի հաճույքով, որտեղ միջավայրը հաստատ կտրամադրի այդ գործընթացին։ Լաբորատորիաներն արդիականացվել են մայր բուհի միջոցներով։ Վերջին տարիներին գիտության նկատմամբ պետության վերաբերմունքն է նաև հաջողությունների պատճառը, ասում են ֆակուլտետում։ Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտում մենք ունեցել ենք նորից բավականին մեծ ավելացումներ։ Հոդվածների տեսքով մոտ 150 հոդված ենք տպագրել միայն 2024 թվականի տվյալներով, ինչը նախկինում շատ ավելի քիչ էր։ Եվ խոսքը 150 հոդվածների գնում միայն միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում։ Թրջունյանի խոսքով գիտության ֆինանսավորումն ավելացնելու շնորհիվ բարձրացել է կրթության որակը, երիտասարդ գիտնականների թիվն է աճել։ Այն ներդրված գումարները, որոնք այսքան տարիների ընթացքում ներ են դրվել, եթե չշարունակվեն կամ պատշաճ ձևով չշարունակվեն, կստացվի, որ այդքան էլ էֆեկտիվ չեն ծախսված նախկինում ներդրված նախկին տարիների գումարները։ Եվ ես կարծում եմ, որ իհարկե կլինեն որոշակի ուղումներ, շտկումներ և մենք կունենանք էլ ավելի լավ մակարդակ։ Վերջին տարիներին ֆակուլտետը ձեռք է բերել շուրջ 1.5 միլիարդ դրամի սարքավորումներ։ Վստահ են, ուսումնական միջավայրի արդիականացումը կնպաստի մասնագիտական նոր ձեռքբերումներին։ Արամ Մարանդյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։